Բարելույս բոլորին, այսօր ամսի 4-ն է հունիսի ու բիտքոյնի գրաֆիկան ենք ստուգում, տեսնենք ինչա կատարվում։ Ամսական գրաֆիկան տեսնում ենք, որ ինքը շարունակություն է ուզում դեպի վերև, բայց դեռևս այն շարունակությունը չենք տեսնելու, որովհետև շաբաթական գրաֆիկայով դեպի ներքև մոմը փակվել, հետևաբար շարունակություն ենք ունենալու դեպի ներքև։ Կարող եմ ասել հետևյալը, որ այս երեկվա մոմը, որ այսպես կարմիր է փակվել, նշանակում է, որ ինքը շարունակելու է դեպի ներքև, այսինքն այսօր ես կանխատեսում եմ, որ բիտքոյնը ընկնելու է 103,800-ի սահմաններում օրվա ընթացքում, ամենայն դեպս ես այդպես եմ սպասում, առաջին մակարդակը, որ կտեսնենք, որ կանգ է առնելու 104,000 է, հետո կիջնի 103,900-ի սահմաններում։ Եթե ջարդեց, ըստ տրամաբանության ինքը շարունակելու է ավելի ներքև իջնել, որը որ արդեն 97,500-ի սահմաններում է, ու եթե իրոք սիրտը լցված լինի բիտքոյնի, այդ դեպքում 95,000, իհարկե այսօրվա մասին չի խոսքը գնում, բայց հավանականություն կա, որ նույնիսկ այս շաբաթ կամ հաջորդ շաբաթվա ընթացքում տեսնենք այս գները։ Այսինքն բիտքոյնի անկում ռեալ ես ամենայն դեպս սպասում եմ։ Ուրեմն ինչ ունենք ուրիշ, որ կարող եմ ասել ձեզ։ Ունենք հետևյալը, որ բիտքոյնը այս պահին, երբ որ փոքր գրաֆիկայով նայում ենք, ունենք trend line, որը որ արդեն իսկ ջարդել է, հետևաբար ինքը ներքև է իջնելու։ Ունենք երկու հատ RSI, որ կպել է վերև, այսինքն overbought վիճակը շատ է գնվել, որը նշանակում է, որ պետք է իջնի, այսինքն տեսնում եք S-ի ու S-ի, նաև divergence է, սա նշանակում, որ RSI-ը նույնն է մնացել, մակարդակը շատ բարձր, բայց այստեղ գնի տատանում է տեղի ունեցել, S գինն ու S գինը տարբեր են, հետևաբար այս divergence-ը նույնպես դրդելու է, որ իջնի ներքև, թե ինչպես կլինի օրվա ընթացքում կհասկանանք, մեկ էլ եկեք ևս սա հասկանանք, թե այսօր ինչա մեզ սպասվում։ Մենք այսօր նույնպես ունենք ժամը 6-ին հիմնականում ISM Service PMI, որը որ սպասվում է դրական լուր, բայց կախված այս լուրից ժամը 6-ին կարա շատ տարբեր տատանումներ լինի, կախված եթե դրական է, բիտքոյնը հավանաբար կբարձրանա, եթե բացասական է, որը որ ավելի շատ այս վերջերս նմանատիպ խնդիրներ է լինում, բացասական ինֆորմացիա դուրս գալիս, նորություններ, լուրեր։ Ամենայն դեպս ես նույնպես այստեղ կարող եք տեսնել բիտքոյն եմ շորտել, սպասում եմ բիտքոյնի անկմանը, թե ոնց կլինի օրվա ընթացքում կտեսնենք, այսօրվա կանխատեսումը սա է։ Շնորհակալություն, հաջողություն։